Փառք, հավիտյան փառք մեր Տիրոջը։ Տերը բարի է, Տերը սեր է։ Ինչ հրաշալի է, չէ՞, որ մենք այսպես քույրերով հավաքվել ենք, ես կասեի նույնիսկ աղջիկներով ենք հավաքվել։ Գիտեք, տարիներ առաջ էր, երբ որ ես ուսանող էի, իմ ընկերուհին եկավ ու շատ սենց ուրախացած պատմում էր, ասում է, պատկերացնում ես, տատիկս սիրուն հագնվեց մի օր, սենց մազերը հարդարեց, սիրուն հագնվեց, իր ամենալավ շորերը հագնեց, ասեցի տատի ուր ես գնում, ասեց գնում ենք աղջիկներով հավաքվելու։ Իհարկե ես էլ այդ ժամանակ շատ ծիծաղեցի, բան անցանք գնացինք, բայց հիմա ես հասկանում եմ։ Ես հիմա հասկանում եմ, սիրելիներս, որ անկախ նրանից մենք ինչ տարիքում ենք, երիտասարդ ենք, պատանի ենք, ամուսնացած չենք, տատիկ ենք, մայր ենք, ինչ կարգավիճակում, ինչ տարիքում էլ որ լինենք, երբ որ մենք հարազատներով ենք հավաքվում, մենք հավաքվում ենք աղջիկներով։ Գիտեք ուրիշ է, երբ որ օրինակ ասում են գնում ենք հավաքվելու դասարանի ծնողներով։ Էդի մի հատ խումբ է, բայց այդտեղ չկա այդ հարազատությունը։ Բայց երբ որ մենք ասում ենք հավաքվել ենք աղջիկներով, մենք տիրոջ աղջիկներով այստեղ հավաքվել ենք, տիրոջ հարազատությունը, մենք մի հոր զավակներ ենք։ Եվ ունենք այդ հարազատությունը իրար հետ եւ կարող ենք ասել, որ աղջիկներով հավաքվել ենք։ Փառք Տիրոջը այս հավաքույթի համար։ Գիտեք, սիրելիներս, դրսում տեսանք ձյուն է, կարծես ձմեռ է, բայց պաշտոնապես մենք գիտենք, որ գարուն է։ Այստեղ ներսում ինչքան տաք է ու ջերմ է, չէ՞։ Դա գիտեք ինչին է նման, երբ որ Տերը մեր կյանքում մի բան պաշտոնապես խոսում է, այսպես ասած, բայց դրսում ձյուն է գալիս, կարծես թե ձմեռ է, բայց մեր ներսում տաք է, որովհետև մենք գիտենք, որ գարունը եկել է եւ Տերը խոսել է մեր կյանքում։ Ես այսօրվա եղանակը դրան նմանեցրեցի եւ ուղղակի ուզեցի կիսվեի դրա մասին, բայց հիմա անդրադառնանք մենք այսօրվա մեր խորագրին։ Շնորհակալ ենք Նարինե ջան, այսօրվա խոսքի համար իրականում շատ օրհնված ենք, շատ բարձրացնող էր եւ շատ ամեն անգամ հիանում եմ Տիրոջ կազմակերպվածությամբ եւ այն, որ հոգին է առաջնորդում, որովհետեւ Նարինեն մի քանի անգամ կարծես թե նշեց այն թեման, այն ուղղությունը, որի մասով, որ ես պետք է այսօր մեր խորագիրը բացեմ, մեր խորագիրն է ապրիր, քանի դեռ ապրում ես։ Գիտեք, երբ որ Հիսուսին մոտեցան ապահարզանի հետ կապված հարցերով, Հիսուսը ինչ պատասխանեց, ասեց Մովսեսը ձեր խստասրտության պատճառով տվեց ապահարզանի թուղթ տալու այդ կանոնը, բայց սկզբում այդպես չէր։ Գիտեք, Հիսուսը ես շատ եմ տեսնում Հիսուսի ճանապարհի մեջ, որ Հիսուսը կարծես ամեն ինչը բերում էր դեպի սկզբին, դեպի նրան, թե ինչի համար, ինչպես Աստված ստեղծեց, որն էր Աստծո կամքը իրականում, եւ դա ինչպես խեղաթյուրվեց։ Եվ շատ անգամ ենք տեսնում Հիսուսը կարծես բերում է սկզբին, եւ մենք պետք է հիմա կարելի ասել նայենք, թե սկզբում ինչպես էր։ Հիսուսը ռեֆորմատոր չէր, Հիսուսը հեղափոխական չէր, Հիսուսը իրականում եկել էր, որպեսզի վերականգնի այն ամենը, ինչը որ սատանան գողացել է։ Վերականգնի այն ամենը, ինչ որ մեղանչելուց հետո մտավ աշխարհ, որ խեղաթյուրեց, փչացրեց, այո, մենք հիմա այս ապրում ենք դեռևս փչացած աշխարհում, շատ բաներ դեռ պետք է նորոգվեն, եւ Քրիստոսը նոր բան է անում, ամեն անգամ նոր բան է անում, բայց բերում է դեպի ակունքները, դեպի սկիզբը։ Հիմա նայենք ինչն էր սկզբում։ Աստված երբ որ ստեղծեց Ադամին իր պատկերով եւ նմանությամբ, հետո ստեղծեց կնոջը, դարձյալ իր պատկերով եւ նմանությամբ, եւ երբ Ադամը մեղանչեց, չենք անդրադառնում այդ պատմություններին, մենք բոլորը գիտենք, լավ կողմերը չեն մեր, երբ Ադամը մեղանչեց, եկավ անմիջապես Տիրոջ դատաստանը։ Եկավ Տիրոջ պատիժը, բայց նույնիսկ այդ պատիժի եւ դատաստանի մեջ շատ մեծ հույս կար։ Ինչ արեց Տերը ասեց, որ ըստ էության ասեց կնոջը, որ դու զավակ կունենաս, ճիշտ է ցավով կծնես, բայց զավակ կունենաս։ Եվ հետո նաեւ ասեց, որ այդ զավակի միջոցով, կնոջ սերմի միջոցով նաեւ սատանան կպարտվի։ Եվ դրա մեջ շատ մեծ հույս կար։ Եվ պատկերացեք, երբ որ դեռևս երբ կինը երեխա չէր ունեցել, չէր ծննդաբերել, Ադամը արդեն կնոջը կոչեց Եվա։ Եվ ինչ է նշանակում Եվա։ Ադամն ասես բռնել էր, նա ուրախացել էր, երևի տեսել էր այդ հույսը,
որ թեկուզ Տերը պատժում է, բայց դրա մեջ կա եւ կյանք, շարունակություն, մարդկությունը պետք է շարունակվի եւ Տերը ծրագիր ունի դրա մեջ։ Եվ մենք եթե կարդանք Ծննդոց 3:20-ը, դա անմիջապես այն խոսքն է, երբ որ արդեն Աստված պատիժները թվարկում է, դատաստանն անում է եւ հաջորդ խոսքը անմիջապես Ծննդոց 3:20-ը մենք տեսնում ենք, որ Ադամը իր կնոջ անունը Եվա կոչեց, որովհետեւ նա եղավ բոլոր կենդանյաց մայրը։ Եվա անունը ես կուզենամ մի քիչ անդրադառնանք, որովհետև այդ որ տենց ասում է, չէ, Եվայի ցեղը Նարինեն էլ ասես, հենց շատ բացասական առումով է, չէ, հիմա անցալվում Եվայի ցեղը, բայց եկեք մենք հասկանանք Եվա անունը, ինչու հենց ընտրվեց Եվա անունը, դա ինչ էր նշանակում։ Եվան եբրայերեն Հավա կամ Խավվա բառից է առաջացել, որը նշանակում է ապրել, կենդանի լինել, ինչպես մեր խորագիրն է։ Ինչպես նաև միևնույն ժամանակ նշանակում է կյանք տվող եւ ապրեցնող, այսինքն ապրող եւ ապրեցնող։ Եվայի էությունն է ապրող եւ ապրեցնող։ Միաժամանակ այս երկուսը իրար հետ այնքան փոխկապակցված են, կարելի ասել հնարավոր չէ դրանք առանձնացնել։ Գիտես, դու երբ որ կյանք ունես, դու անկախ քեզանից ապրեցնում ես եւ չես կարող ապրեցնել, եթե կյանք չունես։ Եթե մի քիչ sense փորձենք բառախաղ անենք, բայց հասկանանք նաև մեր խորագիրը, մենք կարող ենք այսպես ասել մեր խորագիրը. ապրիր, քանի դեռ ապրեցնում ես, ապրեցրու, քանի դեռ ապրում ես, կամ ապրիր ապրեցնելով։ Գիտեք, կինը ստեղծված է այնպես, Եվան ստեղծված է այնպես, որ իր էությունն է ապրեցնելը, կյանք տալը։ Եվ եթե դու ապրում ես ու քո շրջապատը, քո ընտանիքը, քո թեկուզ աշխատավայրը, եթե դու չես ապրեցնում, իրականում դու չես ապրում, որովհետև դու այդ բավականությունը չես զգում։ Ուզում ես աշխարհի կարիերային ձգտի, հասի բարձունքներին եւ այլն, բայց եթե դու, ես կարիերային դեմ չեմ սիրելիներս, եթե տեսնում եք, ես էլ ինքս որոշ չափով կարիերա կառուցած անձնավորություն եմ, բայց եթե դու չես ապրեցնում, հասկանում ես, դու կարելի ասել չես ապրում։ Կինը միայն ֆիզիկապես չի ապրեցնում, կինը իր ամեն մի քայլով, ամեն մի նույնիսկ ներկայությամբ կարող է կինը ապրեցնել։ Երբ որ մայրը ներս է մտնում եւ երեխան կարոտած, մայրը կարող է ոչ մի բան չասի, բայց հենց իր ներկայությամբ երեխային ապրեցնում է։ Հիմա այդ իրականում գիտեք կապ չունի, թե դուք որ տարիքում եք, ինչ կարգավիճակում եք, մայր եք, կիսուր եք, հարս եք, տալ եք, աղջիկ եք, կապ չունի, դուք ունեք ձեր մեջ ունեք այդ զորությունը ապրեցնելու եւ մենք պետք է հասկանանք այդ կոչումը, որ Տիրոջից ի վերուստ մեր մեջ դրված է եւ չկորցնենք դա։ Հիմա դու միգուցե կասես քույրիկս, ձայնդ լավ տակ տեղից է գալիս։ Դու իմ իրավիճակում չես եղել։ Դու իմ ամուսնուս չես ճանաչում։ Դու չես տեսել իմ երեխաները ինչ են անում իմ գլխին, բա կիսուրս, կիսուրն էլ կարող ասի, վայ մի հատ լաչառը հարս ունեմ գլխիս ինչա բերում, բա ես ինչ անեմ, շատ հեշտ ես խոսում քույր ջան, դու իմ իրավիճակը չգիտես։ Ես էլ քեզ կասեմ սիրելիս, այո, միգուցե քո իրավիճակը չգիտեմ, միգուցե ես ոչնչով նույնիսկ չկարողանամ քեզ օգնել, բայց գիտեմ մեկին, ով կարող է օգնել քեզ։ Գիտեմ նրան, որ քո անելանելի իրավիճակում քո դուռն է։ Գիտեմ մեկին, որ քո հարցերի պատասխանն է, քո դժվարությունների պատասխանն է, քո պարտքերի պատասխանն է, ու նրա անունն է Հիսուս Քրիստոս։ Հիսուս Քրիստոս, որ եկավ, մեր ցավերին տեղյակ եղավ, ապրեց մեր պես, ճաշակեց մեր ցավերը, մեր ուրախությունները, խաչվեց, մահացավ, հարություն առավ ու հաղթեց սատանային։ Մենք այդպիսի Տեր ունենք։ Մենք մի Տեր ունենք, որ չի ասել, գիտես ինչ գնա, կոտորվի, ինչ ուզում ես արա, քո հարցերը լուծի։ Չէ, մեր Տերն ասում է ես քո բոլոր հարցերի պատասխանը իմ մոտ է։ Եվ ես ամեն ինչ լուծել եմ։ Մնում է մեզ, գնանք մեզ էլ ապրեցնող, մենք էլ կարիք ունենք ապրեցվելու, չէ, մեզ ապրեցնողի մոտ։ Դարձյալ անդրադառնանք սկզբին։ Աստված ասաց, որ լավ չի, որ Ադամը մենակ է։ Ծննդոց 2:18-ում կարդում ենք, որ Աստված ասաց, լավ չի, որ Ադամը մենակ լինի,
նրան նման մի օգնական շինեմ նրան հարմար։ Այսինքն Աստված տեսավ, որ Ադամը ունի օգնության կարիք։ Եվ գիտեք, ես շատ եմ սիրում երբեմն բառերին նայել, եւ երբ որ նայում ենք եբրայերեն բառին, օգնական բառին, օգնականը Ezer բառն է։ Եվ գիտեք ինչ է նշանակում օգնական։ Մենք շատ ժամանակ ոնց ենք պատկերացնում, չէ՞, մեր հասարակության մեջ, մեր ընկալման մեջ, օգնական էսպես է, որ օգնականը մեկն է, որ ստորադաս է մի քիչ, ավելի քիչ կարևոր է, քիչ հնարավորություններ ունի, քիչ իրավունքներ ունի, նվազ կարևոր մեկն է։ Մենք այդպես ենք, չէ՞, պատկերացնում։ Բայց շատ զարմանալի մի բան ասեմ, որ հենց այդ նույն Ezer օգնական բառը օգտագործում Աստվածաշնչում մի քանի անգամ բնութագրելով Աստծուն։ Երբ որ Աստված ասում է ես եմ քո օգնականը։ Եվ առաջի անգամ մենք կարանք դա հանդիպենք Ելից 18:4-ում, երբ որ թվարկում է Մովսեսի տղաներին, երկրորդ տղայի անունը Եղիազար էր, Էլիեզեր։ Եվ հենց նույն ձևի Մովսես ասում է իմ Աստված իմ օգնականն է, իմ հոր Աստվածը իմ օգնականն է։ Դե եկեք հիմա ուրեմն պատկերացնենք, էլի ուրեմն Մովսեսը իր որդու անունը դնում է Եղիազար, որ Աստված իմ օգնականն է։ Հետո մենք լիքը տեղերում տեսնում ենք Սաղմոսներում, որ ասում է Աստված ես քո օգնականն եմ։ Միթե այդ օգնականը ստորադաս մեկն է, ավելի քիչ հնարավորություններով, քիչ զորությունով, ավելի նվաստացած մեկն է, չէ։ Ուրեմն եկեք հասկանանք ինչ է նշանակում օգնական, սիրելիներս։ Իրականում Ezer բառը, եթե նայում ենք հոմանիշների իր իմաստների մեջ, ոնց է կիրառվում Աստծո վերաբերյալ եւ նաեւ կնոջ վերաբերյալ, աստվածային օգնություն։ Այսինքն կինը մարդկության համար աստվածային օգնությունն է, կինը անեծք չի։ Այո, կինը սխալվեց, բայց եկեք մի քիչ լավ անդրադառնանք այդ դեպքում, կինը սխալվեց, բայց Ադամը մեղանչեց։ Եկեք ամեն ինչը մեր վրա չվերցնենք, էլի։ Որտեվ Ադամն էլ կարող էր վերջի վերջո ասել, չէ, կին ջան, ես ինչ ես արել։ Մազերդ խելքիդ պես կարճ է, ասենք։ Չնայած կարող է մազերը երկար էր, չեմ կարող ասել։ Մի խոսքով, բայց կարող էր օրինակ Ադամը չուտեր։ Եկեք ամեն ինչ մեր վրա չվերցնենք։ Ուրեմն Ezer բառը նշանակում է աստվածային օգնություն, աջակից, հավասարակշռություն բերող, գործընկեր, փող լրացնող, ռազմական օգնություն, ուժ, պաշտպանություն, փրկություն։ Մի ամբողջական կյանք տվող։ Հիմա պատկերացրեք, կինը ինչպիսին է։ Կինը մեկն է, ով աստվածային օգնություն է որևէ իրավիճակում, ով աջակից է, ով երբ որ ինչ-որ մի տեղ թույլ է, ինքը գալիս է եւ բարձրացնում է, ուժ է տալիս։ Գիտեք, նույնիսկ ռազմական օգնություն, կինը մենք տեսնում ենք պատմության մեջ, նույնիսկ Աստվածաշնչում, որ կանայք պատերազմներ են հաղթել։ Կինը ուժ է, պաշտպանություն է, փրկություն է։ Եկեք մեզ նայենք Աստծո աչքերով։ Եկեք մենք մեր ինքնությունը գտնենք Աստծո մեջ։ Մի նայեք աշխարհն ինչ ասում ձեր մասին։ Աշխարհը ձեզ կարող է տարբեր ձևերով պիտակավորել, ասել թույլ ես կամ ասել շատ համարձակ ես, շատ բան կարող է աշխարհը ասել քո մասին, բայց դու դա մի վերցրու։ Դա ճշմարտություն չի։ Ճշմարտությունը նա է, ինչ Աստված քեզ կանչել է լինելու։ Ճշմարտությունը նա է, որ դու կյանք տվող ես, դու ապրեցնող ես։ Բայց մենք ինչ ունենք հիմա իրականությունում, չէ՞ մեր ընդհանուր աշխարհում ինչա կատարվում։ Մեր մոտ ինչ-որ չափով մի քիչ դեռ շատ վատ չի, չնայած մեր մոտ էլ շատ ուրիշ բաներ են շատ վատ։ Չնայած միջև ներկայիս նայենք, եկեք մի հատ նայենք ավելի խորը պատմությունում ինչ եղավ կնոջ հետ։ Իրականում մենք տեսնում ենք, որ պատմության ընթացքում կինը ստորադասվեց, ստորացվեց, հետո ի պաշտպանություն կնոջ, կամաց, որպեսզի կնոջ իրավունքները, հավասարությունը վերականգնվեր, պատմության թատերաբեմ մտավ, ով մեծն ֆեմինիզմը։ Կզարմանաք, սիրելիներս, այո, պետք է խոստովանենք, որ ֆեմինիստական գաղափարախոսության արդյունքում մենք ինչ-ինչ բարելավումներ ունեցել ենք։
Ինչ-ինչ հարցերում գրեթե հավասար հնարավորություններ տրվել է, ինչ-ինչ հարցերով կինը կարծես թե ռեաբիլիտացվել է։ Բայց երբ որ մենք շատ խորությամբ նայում ենք ֆեմինիստական գաղափարախոսության շերտերին եւ իրական գույներին, մենք հասկանում ենք, թե դրա հետևում ինչ է կանգնած։ Ես հիմա ձեզ մի նախադասություն կկարդամ, ուրեմն սա գրել է Սիմոնա դը Բովուարը 1976 թվականին, ով ֆեմինիստական գաղափարախոսության եւ այդ շարժման կարկառուն դեմքերից է, գրող, հրապարակախոս, ու տեսեք ինքը ինչ է նշում, որը իրականում կարելի ասել սատանայի ծրագրի մինի պրեզենտացիան է։ Նա ինչ է նշում, ոչ մի կնոջ չպետք է թույլատրվի տանը մնալ եւ մեծացնել իր երեխաներին։ Հասարակությունը պետք է բոլորովին այլ լինի։ Կանայք չպետք է ունենան այդ ընտրությունը, հենց այն պատճառով, որ եթե ունենան այդ ընտրությունը, չափազանց շատ կանայք կընտրեն դա։ Հասկանում եք, ֆեմինիստական գաղափարախոսության հիմնադիրներից մեկով գրել է սա, նա հասկանում է, որ կինը իրականում ուզում է երջանիկ լինի իր տանը, իր շրջապատում, բայց ինքը ասում է, չէ, դա պետք է վերցնել նրանց ձեռքերից, որովհետև եթե ինչ-ինչ ձևերով նրան այդ հնարավորությունը թողնենք, նա դա կընտրի։ Գիտեք, սա շատ լայն շերտեր է իր մեջ ներառում, հասկանում եք, ոնց անեն, որպեսզի կինը չուզենա մնա տանը եւ ապրեցնի։ Գիտեք, հիմա կթվա, թե ես խոսում եմ նրա մասին, որ չէ կինը միայն պետք է տանը մնա, չպետք է աշխատի, դրա մասին չեմ խոսում, սիրելիներս։ Ես ինքս աշխատում եմ, ես ինքս տարբեր ծրագրերի մեջ ներգրավված եմ, բայց իմ գլխավոր նպատակը ոչ թե իմ կարիերան է, դրա հետ մեկտեղ նաև իմ ընտանիքն է։ Ես ուզում եմ իմ երեխաներին ապրեցնեմ, իմ ամուսնուն ապրեցնեմ, իմ շրջապատին ապրեցնեմ, որովհետև դրանով ես երջանկանում եմ։ Գիտեք, մենք հիմա հյուրեր ունենք Շվեդիայից եւ իրանք պատմում էին դառը ճշմարտություն Շվեդիայի մասին։ Հիմա մի քիչ տխրենք։ Եվ եթե չենք ուզում դրան հասնենք, մենք պետքա մեր ներսի դրված այն զորությամբ, որ Տերը դրել է մեր մեջ, կանգնենք ու շատ բաներին ասենք ոչ, որը որ հրամցվում է մեզ։ Ուրեմն Շվեդիայում ասում են ինչ է կատարվում։ Նախ ահավոր հերթեր են մեծահասակներին թաղելու։ Այդ գործը անում է պետությունը, որովհետև երեխաները մոռացել են ծնողների մասին։ Ուրեմն մեծահասակները մահանում են իրանց տներում եւ մոտարապես 4-5 ամիս հետո ոստիկանությունը նրանց գտնում է։ Եվ այդ ընթացքում որևէ մեկը նրանցով հետաքրքրված չի լինում։ Հետո էլ սպասում են եւս մի 4-5 ամիս, մինչեւ հերթը հասնի, որ պետությունը թաղի իրանց։ Դա գիտեք ինչի արդյունքն է։ Դա հենց այս ֆեմինիստական գաղափարախոսության արդյունքն է, որը թույլատնում է կնոջը, որը այլևս սեր չի տալիս իր երեխային, չի ապրեցնում, երեխան չգիտեմ ինչով ուզում է ապրում է, դպրոցի իր կողմից լցնում ինչ-ինչ գաղափարախոսություններ, երբեմն վատ գաղափարախոսներ, իհարկե լավ բաներ էլ կան, ես դպրոցին դեմ չեմ սիրելիներս, բայց մենք տեսնում ենք, չէ՞ աշխարհում ինչա կատարում, աշխարհում փորձում են, ուզում են ծնողներին հանեն դաստիարակությունից ընդհանրապես երեխաներին եւ իրանք մտնեն եւ կերտեն մի այնպիսի ինդիվիդուալ, մենք հիմա ինդիվիդուալիզմի դարում ենք սիրելիներս, որ իրան ոչ մի բան էլ չի հետաքրքրում, ոչ ծնող, ոչ երեխա, ես ունեմ իմ սահմանները, խնդրում եմ չանցնեք իմ սահմանները, իհարկե սահմանները լավ բան է, սիրելիներս, բայց եթե քո սահմանների մեջ տեղ չկա ապրելը, ապրեցնելը, կյանք տալը, դու կյանքիդ վերջում կլինես աշխարհի ամենադժբախտ մարդը։ Եվ իհարկե շատ շերտեր ունի այս գաղափարը, երբ որ ես կարդացի, տեսեք ինչ է լինում, կանանց հրամցվում է մի հատ գեղեցիկ երազանք, որ ձեր երջանկությունը կարիերայի մեջ է, բարձր պաշտոններ, բոլոր տեղերում, որտեղ տղամարդ են, նրանց պետք է մենք գցենք եւ բոլոր բարձր պաշտոններում մենք պետք է լինենք։ Եվ դա ինչ գին է ունենում կնոջ համար։ Եթե մենք հիմա նայենք, հիմա շատ ավելի բարձր պաշտոններում, հասարակության մեջ, լիքը տեղերում, լիքը վայրերում, լիքը կանայք են։ Բայց այդ դեպքում ինչ է կանանց մեջ շատ արդեն աճել դեպրեսիայի քանակը, ինչ է նրանք անընդհատ հակադեպրեսանտների մեջ, որովհետև այդ կանայք խաբվել են եւ իրանց երջանկությունը գտել են մի տեղ, որը իրանց չի երջանկացնելու։ Մեր երջանկությունը ապրեցնելու մեջ է,
Մենք ռոբոտ չենք, սիրելիներս։ Մենք չենք կարող անել բաներ, որը որ մեր էության հետ չի։ Երբ որ դա մեր էության հետ բախվում է, մենք դառնում ենք խստասիրտ եւ դժբախտ մարդիկ։ Եվ դա մենք պետք է կարողանանք, մենք ունենք այդ զորությունը, կանգնենք եւ ասենք սիրելիներս, այս ամեն ինչ որ հրամցվում է, օրինակ, սոցիալական ցանցերում կեղծ կյանք նայում ես, կինը կարա մտածի, հələ ամուսնուն սենց անընդհատ բանանի, էլի որ հələ տես, իրանք ամբողջ օրը գնում են, հələ կնոջ հագածը նայի, ամեն օր մի բրենդ է հագնում, գնում են տարին 2 անգամ հանգստանում են, իսկ մենք եւ կինը կորցնում է իր երջանկությունը, կինը կորցնում է իր ապրեցնող զորությունը։ Մի նայեք տենց բաներին, սիրելիներս, այդ էջերի հետևում շատ կեղծ են այդ ամեն ինչը, շատ դեպքերում դժբախտ կոտրված կանայք են, դժբախտ կոտրված ընտանիքներ են։ Իհարկե կան դեպքեր, որ իրականում լավն են, իրականում երջանիկ են մարդիկ, այդ դեպքում մենք պետք է ուրախանանք, որ կան այդ տիպի ընտանիքներ, որ կարելի է նմանվել նրանց։ Ֆեմինիստական գաղափարախոսության հետ մեկտեղ, սիրելիներս, ուրեմն ինչ հարվեց, կանանց հզորացմանը զուգահեռ սկսեցին թուլացնել տղամարդուն։ Հասկանում եք ինչ եմ ասում ես։ Տղամարդիկ սկսեցին արդեն իրանց կոչմանը հավատարիմ չլինել։ Տղամարդը կոչված է լինելու մատակարարող, ուժեղ, պաշտպանող, բայց երբ որ կանայք ուժեղ են, իրանք իրանց մատակարարում են, կանայք էլ, տղամարդիկ էլ իրանք սիրում են, որ իրանցով հիանան, չէ։ Եթե իրանցով էլ հիացող չկա, նրանք թուլանում են։ Իհարկե, կան ցավալի դեպքեր, գիտեք, որ երբ որ տղամարդիկ իրականում տեղում չեն, ես դրա մասին չեմ խոսում, սիրելիներս, բայց ես խոսում եմ նրա մասին, որ մենք կարող ենք ապրեցնել մեր ընտանիքի անդամին, մեր ամուսնուն, մեր եղբորը, մենք ոչ թե նրանց պետք է գցենք, այլ ինչու՞ չէ, երբեմն եկեք թույլ լինենք։ Մենք միշտ ուզում ենք ուժեղ լինել, չապացուցենք, որ մենք ուժեղ ենք, մեր ամուսնուն, չգիտեմ, մեր եղբորը, մեր շեֆին, մեր բոլոր տղամարդկանց ապացուցում ենք, որ մենք ուժեղ ենք։ Չէ, սիրելիս, ինչի՞։ Օրինակ դու կարող ես քո ամուսնուն ասես, ես տկար եմ, ես թույլ եմ, ես քո ուսի կարիքն ունեմ։ Դու գիտես դա ոնց կբարձրացնի քո ամուսնուն։ Ձեր տան տղամարդուն գիտեք դա ոնց թևեր կտա։ Եկեք ապրեցնենք, սիրելիներս։ Եվ ինչ կատարվեց իրականում այն ամենը, որ ես երբ որ ուսումնասիրում եմ, տեսնում եմ, այս ֆեմինիստական գաղափարախոսության արդյունքում ինքը մի հատ ամբողջական պակետ է, որպեսզի լինի այն ինչ որ այս կինը գրել է, դա շատ բազմակողմանի գործընթացներ են։ Տղամարդուն թուլացնեն, տղամարդիկ տարբեր կախվածությունների մեջ լինեն, ինչպիսի հարձակումների մեջ են տղամարդիկ իրականում, երիտասարդ սերունդը եւ իրանց ոտքի կանգնեցնելու համար իրականում պետք են լավ մայրեր, պետք են լավ կանայք, որպեսզի Աստծո խոսքի վրա կանգնած լինեն եւ նրանց կարողանան հետ բերեն են կոչումի մեջ, ինչի մեջ նրանք կանչված են, բայց ինչպես առաջին հերթին կինը ինքը պետք է լինի դրա մեջ, օծված լինի Տիրոջ իմաստությունով եւ իմանա իր ինքնությունը եւ իր զորությունը։ Շատ մի քիչ անդրադարձա ֆեմինիզմին, բայց լավ։ Գիտեք, հիմա դուք կհարցնեք ինչպես ապրել եւ ապրեցնել այս դժվար ժամանակներում։ Չէ՞ որ ամբողջ աշխարհի համակարգը հենց գործում է մեր դեմ։ Գործում է ընտանիքի դեմ, գործում է կնոջ իրական դիրքի եւ կոչման դեմ։ Գործում է ամուսնու, տղամարդու իրական կոչման, դերի, դիրքի դեմ։ Մենք ո՞նց անենք։ Կասես քույր ջան, ո՞նց ապրենք մենք հիմա եւ ո՞նց կարողանանք ապրեցնենք։ Գիտեք, այո, մենք կյանք ունենք մեր ներսում, բայց մենք ինքներս կյանքի կարիք ունենք։ Եվ մեզ կյանք տվողը մեր Տերն է, մեր Քրիստոսը։ Եթե մենք կյանքի աղբյուրին կպած չլինենք, ինչպես Նարինեն էր ասում, մենք չենք կարող ապրեցնել, մենք մի օր կսպառվենք, որովհետև սատանայի հարվածները, աշխարհի հարվածները այնքան շատ են, որ մենք չենք կարող դիմակայել, եթե մենք ամուր կպած չլինենք կյանքի աղբյուրին։ Սաղմոս 119-րդ Սաղմոսը, գիտեք, ամենաերկար Սաղմոսն է, եւ այդտեղ մինիմում 3 անգամ Սաղմոս 2-ն խնդրում է Տիրոջը, ասում է. Տեր, ապրեցրու ինձ քո խոսքի պես։ Այլ բառերով կարելի ասել ապրեցրու ինձ քո խոսքի համաձայն։
Կարող ենք ասել նաև ապրեցրու ինձ քո խոսքով Տեր։ Օրինակ Քրիստոսն էլ չէ, երբ որ սատանան եկավ նրան փորձելու, Հիսուսը ինչ ասեց, ասեց ոչ միայն հացով, այլ ամեն խոսքով կապրի մարդ։ Այսինքն մենք կարող ենք ապրել Տիրոջ խոսքով, խոսքի պես եւ խոսքի համաձայն։ Ով է Տիրոջ խոսքը, Հիսուսը։ Սկզբում ներ բանը, բանը Աստծո մոտ էր եւ բանը Աստված էր։ Գիտեք, եթե մենք ամուր կպած լինենք Քրիստոսին, նրանից առնենք մեր ջրերը, կենթանության ջրերը, մեր դեմ առնել չի լինի, սիրելիներս։ Մենք կլինենք այն մեր կոչման մեջ եւ մենք հաղթական կյանք կունենանք։ Աստծո խոսքը ինչ հատկություններ ունի։ Աստծո խոսքով արարվեց ամեն ինչ։ Մի հատ նայեք ամբողջ աշխարհը, երկինքը, երկիրը, սարերը, ամեն բան։ Ինչ հրաշալի ու ինչ զորություն ունի Աստծո խոսքը։ Եվ այդ խոսքը եկավ բնակվեց մեր մեջ։ Եթե մենք այդ խոսքը վերցնենք, ուտենք, մենք եթե մեկ լինենք խոսքի հետ, սիրելիներս, մենք մեզ չեն կարող հաղթել։ Աստծո խոսքը ինչպիսին է։ Եբրայեցիս 4:12-ն ասում է Աստծո խոսքը կենդանի է, զորավոր եւ ամեն երկսայրի սուրից ավելի կտրուկ։ Քո իրավիճակում Աստծո խոսքը զորավոր է, եթե դու խնդրի մեջ ես սիրելիս, փնտրիր, հարցրու Տիրոջը, Տեր, ինչ խոսք ունես իմ համար այս իրավիճակում, որովհետև այդ խոսքն է, որ գալու է զորավոր, կտրելու է, բաժանելու է խավարը լույսից եւ բերելու է Աստծո հաղթանակը, Աստծո զորությունը, Աստծո երկսայրի սուրն է Աստծո խոսքը։ Եվ գիտեք, երկսայրին, այսինքն երկու որ կողմեր, երբ որ մենք դանակ ենք, չէ, վերցնում սիրելիներս, դանակը մի կողմով է, չէ, սուր, այն մյուս կողմը բութ է, բայց Աստծո խոսքը երկկողմանի սուր է, երկկողմն էլ սրված է, ավելին երկու ծայր ունի։ Պատկերացնում եք Աստծո խոսքը ինչ իրան որևէ ձևով ինչ հարված գա փշրվելու է, սիրելիներս։ Մենք պետք է կպած լինենք Աստծո խոսքին։ Իսկ Աստծո խոսքը Քրիստոսն է։ Եկեք միշտ փնտրենք Տիրոջը մեր ճանապարհներում։ Եկեք թույլ չտանք, որպեսզի սատանան խեղաթյուրի մեր անհատականությունը Աստծո մեջ։ Միշտ երբ որ քեզ հարվածներ կգան, թե դու այսպիսին ես, այնպիսին ես, այնպիսին ես, նայր Աստծո խոսքը ինչ ասում քո մասին։ Եվ այդ խոսքը կլինի լույս եւ ճրագ քո ճանապարհին, եւ դու չես սայթակի սիրելիս։ Եկեք մի փոքր մի կարճ աղոթենք։ Չգիտեմ, երևի շատ տխրացրեցի ձեզ, շատ լուրջ եք նայում։ Դժվար բարդ բաների մասին միգուցե խոսեցի, բայց գիտեք, մենք պետք է զանազանենք, ժամանակները չար են։ Մենք պետք է ճանաչենք այն թակարդները, այն որոգայթները, որ սատանան դնում է մեր համար։ Շատ սիրուն, փաթեթավորված, շատ անուշ հնչող, լավ կարելի ասել բույր ունեցող, գեղեցիկ գույներով, լավ փաթեթավորված սատանան մեզ բերում է լիքը բաներ մատուցում, եւ եթե մենք Տիրոջից իմաստություն չունենանք, մենք կպարտվենք եւ կկորցնենք այդ ապրեցնող զորությունը, որ մեր մեջ ունենք։ Եկեք ապրենք ու ապրեցնենք, սիրելիներս։ Ամեն։ Եկեք շատ կարճ աղոթենք։ Մեր երկնային Հայր, գոհանում ենք քեզանից մեր Աստված, որ դու մեր Աստվածն ես, որ քո անունը կանչված է մեր վրա։ Շնորհակալ ենք Տեր, որ դու մեզ ստեղծել ես, որ դու մեզ կանչել ես մեր Աստված, որ դու մեզ կյանք ես տվել Տեր եւ ապրեցնող զորություն ես դրել մեր մեջ։ Օգնիր մեզ Տեր մեր տկարությունների մեջ, օգնիր մեզ Տեր, որպեսզի կարողանանք զորությամբ քայլել այս ճանապարհը։ Թող քո խոսքը լինի ճրագ մեր ճանապարհներին, Տեր իմ Աստված։ Թող քո խոսքը առաջնորդի եւ զորացնի մեզ մեր Տեր։ Միևնույն ժամանակ խնդրում ենք Տեր, որ դու մեզ իմաստություն ու հանճար տաս Տեր, ճանաչելու, զանազանելու սատանայի բոլոր որոգայթները, որ ուղղված են մեր դեմ, մեր ընտանիքների դեմ, մեր հասարակության դեմ, Տեր։ Խնդրում ենք Տեր, որ դու դեղ դնես մեր աչքերին եւ բժշկես Տեր, որ դու բժշկես մեր սրտերը նաեւ Տեր, որ մեր սրտերից կենթանի ջրեր բխեն ու բժշկեն մեր շրջապատը, մեր ընտանիքը, մեր եկեղեցին, մեր շրջապատը, ամեն տեղ որտեղ որ մենք ոտք կդնենք Տեր, թող քո լույսը երևա, թող քո երջանկությունը հորդի, թող քո սերը երևա Տեր մեր միջոցով։ Շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք այս բարձր կոչման համար, որ դրել ես մեզ վրա Տեր։ Գոհանում ենք քեզանից մեր Աստված,
Փառք քեզ հավիտյանս հավիտենից։ Ամեն։